Ձեր տատիկ, որը կանչի տվել էր լամպը փոխելու նպատակով, տենց ասել էր, որ հրատապա պետք, շուտ հասեք ու գնացել ենք, բրիգադը գնացել է տեղում, պարզվել է, որ լամպը ուղղակի պետքա փոխվի։ Արմավիրի մարզային կայանի ավագ բժիշկ Գևորգ Գևորգյանը էլի մի շարք նմանատիպ դեպքեր է հիշում, երբ կանչ է ստացել, գնացել են ու պարզել, որ առողջական խնդիրն այնքան էլ հրատապ չէ կամ առհասարակ չկա։ Մեր կանչերը հիմնականում կյանքի վտանգ սպառնացող իրավիճակներից միջև անգամ ոչ շտապ, ոչ հրատապ դեպքերն են, այսինքն սրտամկանի սուր ինֆարկտ, գլխուղեղի կաթված, ծանր վնասվածքներ, միջև անգամ ջերմություն, գլխացավեր, ատամնացավեր։ Արմավիրի մարզում գործում է 9 բրիգադ։ Միայն Էջմիածին համայնքում, որտեղ սպասարկում է 4 բրիգադ, օրական 90-ից 100 կանչ է լինում։ Այսինքն յուրաքանչյուր խումբ սպասարկում է միջինում 25 քաղաքացու։ Օրինակ տեսեք, մարզային շտապօգնության ծառայություններում մենք ունենք համայնքներ, որոնց համայնքների միջև հեռավորությունը կազմում է մոտավորապես 60 կիլոմետր կամ 70 կիլոմետր, եւ տվյալ համայնքում գործում է 1 կամ 2 շտապօգնության աշխատախումբ, եւ գտնվելով մեկ այլ հեռավոր կետում, սպասարկելով տատիկին, որը որ ջուր էր ուզում օրինակի համար խմեր, հա, մենք մեկ այլ հեռավոր կետում բաց ենք թողնելու եւ կամ ուշացնելու ենք այդ կանչը։ Այսպիսի խնդիրներից խուսափելու համար հունվարից, երբ շտապօգնություն կանչեք, զանգին պատասխանողները նախ կորոշեն ինչ տեսակի խնդիր է ու արդյոք անհրաժեշտություն կա, որպեսզի այնտեղ գնա մի ամբողջ բրիգադ։ Իսկ արդյոք զանգին պատասխանողը կունենա բժշկական կրթություն եւ կկարողանա կողմնորոշվել՝ իրոք շտապ է խնդիրը թե ոչ։ Տեսեք, 26 թվականին ներդրվելու է եւ ստեղծվելու է հանրապետական շտապօգնության մեկ միասնական զանգերի կենտրոնը, արդեն պայմանավորություններ կան եւ շինարարության փուլն է մեկնարկում 26 թվականի հենց հունվարին եւ այնտեղ մենք ունենալու ենք նաեւ տրիաժ կենտրոն, որտեղ որ 10 մասնագետներ 24 ժամ պատասխանելու են բոլոր զանգերին այդ խորհրդատվականներով, այսինքն խորհրդատվական կանչերը իրանք իրականացնելու են։ Նաեւ տրիաժ կենտրոնը որոշելու է թե որ պացիենտը որ հիվանդանոց պետքա տեղափոխվի եւ հոսպիտալացման տրիաժն այնտեղ ներդրվելու։ Այս պահի դրությամբ բոլոր մենք ունենք նաև նախագիծը եւ իրականացնելու ենք առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, որ բոլոր են զանգ պատասխանող աշխատակիցները իրանք ունենալու են նախավարաջ բժշկական կրթություն, բարձրագույն բժշկական կրթություն եւ կկարողանան տարանջատել թե որ տեսակի կանչ է դա։ Եթե որոշվի, որ շտապօգնության կարիք չկա, ապա զանգողին կսպասարկի իր տեղամասային բժիշկը։ Տնօրենը նշում է, մոնիթորինգի ընթացքում նկատել են, որ մեկ բուժառու օրինակ 1 տարվա ընթացքում 1244 կանչ է արել։ Առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթում սահմանվում է, շտապ բժշկական օգնությունը մատուցվելու է անվճար տարեկան ոչ ավել քան 8 անգամ։ Մենք փաթեթի մեջ ներառված բոլոր այն 8 կանչերը, որը շահարկումների առիթ է հանդիսանալու կամ հանդիսանում արդեն իսկ, նրանք այն շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնությանը տրամաբանության մեջ գտնվող բոլոր կանչերն են։ Սակայն գոյություն ունեն բացառություններ։ Եթե մենք ունենք օրինակի համար հղի, որը որ 9 ամիսների ընթացքում ինքը ժամանակ առ ժամանակ վատ է լինում եւ վատառողջ է լինում եւ կանչի կարիք է ունենում, անպայման նրանք սպասարկվել են։ Բացառություններ են նաև ջրահեղձումը, էլեկտրահարությունը, դանակահարությունը, հրազենային վնասվածքները, թունավորումները, կրծքավանդակում ցավը, սրտի ռիթմի խանգարման նշանները, վարակիչ հիվանդություններն ու ալերգիկ վիճակները, օձի խայթոցն ու խոշոր ոսկրերի կտրվածքները եւ այլն։ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենն ընդգծում է, փոփոխությունները փոքրինչ թեթևացնելու են շտապօգնության աշխատակիցների բեռը, սակայն անպատասխան զանգեր չեն լինելու, բոլոր անհետաձգելի դեպքերն էլ պատշաճ սպասարկվելու են։ Էմմա Վարդանյան, Արամ Հարությունյան, լուրեր։